Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ ուրիշ կարծիք ոդքասթն է։ Այսօր ակցիա իրականացնեցինք, Վահեն ավելի լավ կներկայացնի, ես Մայքեքով գնա որ գնան, եթե մեզ դիտողներ հայրենակիցներ կան, ասենք ինչա, գնա որ գնան, գնաս ընտրության, որ Նիկոլը գնա, դրա մասին է խոսքը, մանրամասն արդեն Վահեն կներկայացնի։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, քաղաքացիները մեզ ոնց էին վերաբերվում, ինչ չերմ էին։ Այսօր իրազեկման ակցիա էր, որպեսզի մեր հայրենակիցներին խնդրենք, հորդորենք մասնակցեն ընտրություններին, բնականաբար իրենց ձայնը տան ընդդիմադիրներից յուրաքանչյուրին նախընտրում են, հենց կարգախոսը նրա մասին էր, որ գնանք ընտրությունների, որ սրանք գնան։ Հիմա կարող եմ, դե իշխանությունները, բնականաբար մեր պայքարը այս իշխանությունների դեմ է, լրիվ հասկանալի պատճառներով, այսինքն ես ընդհանրապես գեթ մեկ պատճառ ու հիմք չեմ տեսնում, որ այս իշխանությունները մնան։ Մեր հայրենակիցները շատ ջերմորեն ողջունելով, բնականաբար սկզբից զարմանալի էր իրենց համար, որ կոնկրետ քվեաթերթիկի թիվ չկա եւ այլն, մտածում են ինչ-որ քարոզարշավի շրջանակներում պայմանականորեն այս կամ այն ուժի ներկայացուցիչներն ենք, դե հետո բնականաբար իրենց հետ շփվելով բացատրում ենք, որ իր ձայնը շատ կարևոր է, որ ինքը չթերագնահատի իր քվեն, գնա ընտրատեղամաս, հայտնվի քվեախցիկում եւ իր խղճին համապատասխան կատարի ճիշտ ընտրություն։ Հիմա կարծիքով պետք է գնալ ընդդիմությանը ընտրել, ամեն դեպքում կոչ պետք է անենք, որ ընդդիմությանը զայնը տան։ Քանի որ հաշված օրեր են մնացել, պետք է մեր հայրենակիցների հետ տարվի աշխատանք, ինչու՞ չէ նաև մարզերում, որ բացի աշխատանքը պետք է հասկանան, որ իրանցից է կախված Հայաստանի վաղվա օրը, թե ինչ Հայաստանում են ուզում ապրել։ Հետո այս ընտրությունների հիմքում ընկած չի, որ իրանք ընտրում են ինչ-որ քաղաքական ուժի կամ քաղաքական գործ չի։ Ստեղ կամ ընտրում ենք Ալիևին, Էրդողանին կործանվում ենք, կամ ընդդիմադիրները գալիս են իշխանության, փորձում են այս իրավիճակից դուրս գանք, որ պայմանականորեն ոնց որ հիմա քննարկվում է օդում կախված լուրերով, որ Տիգրանաշենը չտան, ինչպես իրենք 21 թվականին Արցախի դեօկուպացիային խոստանում իրենց քարոզարշավին։ Ինչ-որ մաս չէին տա, բայց չեմ հիշում, տենց ժամանակին։ Կիսատ պրատ են տվել, հիմա տենց վերջնական, հա, ոնց էր Արցախի պատմության նման, տենց մի քիչ տվեցին, տենց զոհերով, հիմա էլ ուզում են դե արդեն խաղաղություն է, առանց զոհերի միանգամից Տիգրանաշենը տանք, հանգիստ ապրենք, այս թեզն է, հետո բնականաբար Սյունիքը տանք, հանգիստ ապրենք, հետո Գեղարքունի գվան, հետո Երևանը դժգույն քաղաք կդառնա Նիկոլ Փաշինյանի համար, տես կասեն դե որ դժգույն քաղաք էր, Ավինյանին էլ հետը կտա կետ։ Դե իհարկե։ Հիմա Ավինյան ասացի, հիշեցի, կարճ անդրադարձ, որ ասենք Երևան քաղաքը 2000 եւ ավել տարեկան է, տարբեր քաղաքապետեր է ունեցել, բայց քաղաքապետ, որ վնասակարի երկի տակ ու ինչ որ բանի ազդեցության տակ գնա քարոզարշավի, երբևիցե ես չէի կարող հավատալ եւ պատկերացնել, բայց ցավոք սրտի ունենք այդ իրավիճակը, ել չենք զարմանում, որովհետեւ նույն վնասակարի երկի տակ Նիկոլ Փաշինյանը առավոտ լայվ է մտնում, սրտիկներ է ուղարկում, ես բացառապես էլ չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանը, ասենք, խաշլամու ուտելով վնասակարի երկի տակ լայվ մտնում, նորմալ երևույթ է։ Կուզեի անդրադառնանք այսօրվա Մասիսում կատարվածը, որը որ Մեկ այդ Տիգրան Ավինյանի մասին վիդեո տնենք։ Հա։ Ես տեսել ես։ Հա, որ երգում է։ Ոտի վրա։ Հա, ոտի վրա, ձեռի հետ ոտի վրա երգում է։ Աբսուրդ է, ասենք։ Մենք տեսանյութը կտեղադրենք մեկնաբանություններ բաժնում, ովքեր որ դեռ չեն ծանոթացել քաղաքապետի իրական։ Ես այս վիդեոն չէի տեսել, շուտվա վիդեո է, ամեն դեպքում վերջերս եմ տեսել ու շատ գիտես ինչ ձև ապշած է ելը։ Ցավալի է, չէ՞։ Ցավալի է, ոնց է հնարավոր։ Պատկերացնեք, մարդիկ Երևանի քաղաքապետը մի մարդ է, ով ասենք չգիտեմ ինչ որ մեկի ոդկը բերանին մոտիկացրել էր, միկրոֆոնի փոխարեն օգտագործում ու երգում էր։ Այդ ինչերի տակ պետքա լինես, այդ ինչ կամ լավ ինչերի տակ չլինես, ասենք ոչ մի բան չես օգտագործել։ Չէ, լավ, չես օգտագործել, տղամարդկության այդ մասին ես իրանց ընդհանրապես տղամարդկության հետ չեմ կապում։ Չենք կապում։ Բայց ասենք ոնց կարաս, ինչ որ մեկի ոդը վեկալ ես, քո ասենք բանը պատկերացում ես աշխարհ ընկալումը ինչ ձևի պետքա լինի, որ դու ոտեր վեկալ ես միկրոֆոնի տեղ երգես։ Անբացատրելի է իրական։ Ինչ որ մեկը կարա բացատրի։ Չեմ կարծում, որ մեր հայրենակիցները կարող են բացատրել։ Նույն ձև անբացատրելի է, որ քարոզարշավի շրջանակներում
մեր հայրենակիցները, մասնապես ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները գնացել են Մասիս քաղաք, որ ներկայացնեն քարոզարշավ ու ասենք այնտեղ երիտասարդ աղջիկներ եւ այլն բան ու ինչ որ տարիքով մարդիկ, նիկոլականներ, այ մարդ հարց չկա, դուք նիկոլական եք, գնացեք Նիկոլին ընտրեք, բայց այս մարդկանց քարոզարշավը խի եք հարամանում։ Ու եթե պայմանականորեն այդ նիկոլականներից ինչ որ մեկի վրա մեկը ձեռք բարձրացներ, ընդդիմադիրները։ Դե իհարկե, մի անգամից ցմահը դատեր։ Ռաստրիլիաց, հա, դատեք թո դա 50 տարով։ 15 տարի։ Հա, գրեք ազգի դավաճան։ Հա, չէ։ Այնտեղ թուղթը կկազմեին, որ ինքը, ասենք, մինչև ծնվել է FSB-ի գործակալ ա եղել։ Պետական գաղտնիքներ, ասենք, մի 900 տարի առաջ։ Ինչևից է, դատապարտում ենք յուրաքանչյուր բռնաճնշում, կոչ չենք անում իրավապահ մարմիններին հետևողական լինեն, պետք է հետևողական լինեն, իրենց գործն է, ամեն ինչին, իրենց աշխատանքն է։ Տեսեք, տեսանյութը կա, ամեն ինչ կա։ Եթե դուք չեք կարողանում գտնել այդ մեղավորներին, ովքեր որ սադրում են, ել չեմ ասում, Վայճան պետք է հետամուտ լինենք, որ նման գործերը բացահայտվեն, ինչ հորդորել, պետք է իրավապաշտպանները հույս չունեմ, որ իրավապաշտպանները այն կառույցները, որոնք իրավապահների մասին է խոսքը, եթե իրավապաշտպաններ կան, լիքը ընդդիմադիր իրավապաշտպաններ կան, որ պետք է բարձրաձայնեն այդ խնդիրը ու իրավապահ համակարգը զբաղվի դրանով, դրան պետք է հետևողական լինեն թե ԶԼՄ ներկայացուցիչները եւ ընդդիմադիր գործիչները, նաեւ իրավապահ համակարգը պետք է տվյալ վիդեոից հաղորդում վեկալի այդ ամեն ինչը պետք է օրինական ոնց կարգն է։ Ուղղակի տես, հղի կնոջը սպանեցին, ոչ մեկ չդատապարտվեց, այդ ինչի մասն է։ Դե հա, տեսնում ենք, ցավալի պատկերը դեպքում էլ կտեսնենք, զոհվածի ծնողներին եռաբլուրում ծեծեցին բերետները ու արդարացվեցին, որովհետև չգիտեմ ասեմ։ Հրաման էին կատարում։ Հա, տուն են պահում, հրաման, այտենց մեկը կար ասում էր ախպեր ես իրենց այդ հանրահավաքների ժամանակ ասում էր դե ախպերը ես այտենց իրանց այտենց ընդունում եմ էլի դե տուն եմ պահում բան հիմա կարող է մենք տուն չէինք պահում մենք չէինք աշխատում այտենց դուրս ենք եկել փողոց բան էինք բանուգործ ունենք պարապ էինք էլի իր տունը իր համար ավելի կարևոր է քան հայրենիքը նայ մեր հետ կանգնած ընդդիմադիր գործիչ է ընդդիմադիր տղաներից մեկը ինձ ասում որ դե տուն եմ պահում ախպերը իրենց հասկանալի է Չգիտեմ։ Իսկ մենք տուն չէինք պահում միջև այդ որ հելել ենք փողոց։ Օրինակ պատկերացնում ես, որ այդ նույնը, ցավալի օրինակ եմ բերում, բայց այդ ծեծողներից, ով որ զոհվածի ծնողին ծեծում էր, ինքը զոհված էր ու իր ծնողներին տենց վերաբերվեին։ Արդյոք ինքը կտեղավորվեր այդ ասացի մեջ, որ իհարկե չէր տեղավորվում, ոչ մեկ չի տեղավորվում։ Դե բնականաբար կարծում եմ արդեն եթե իրանց հետ է կապված դեպքը, ցանկացած մարդ ու այդ բռնաճնշումները, որ իշխանականները կազմակերպում են, նրանք տուն են պահում, հասկացանք։ Լավ այդ հրաման տվողներն էլ իրավապահ համակարգը իրոք գից չունեն, էլի։ Պետք է մտ հասկանաք դուք ինչ եք ուզում, էլի ընդհանրապես ձեր ուզած երկիրը, ձեր երկրի անվտանգությունը, ներքին անվտանգությունը, դա էլ անվտանգության մի տեսակ է, ինչպես եք պահում, ինչպես եք դուք պատկերացնում, միայն հրաման կատարելով չի։ Պետք է պատկերացում ունենաք, չէ՞։ Այդ ասենք ոստիկանությունը ինչով է զբաղված այսօր ու ասենք ոստիկանությունը ինչի համար է ստեղծվել ի սկզբանե։ Ի սկզբանե ոստիկանությունը ստեղծվել է հիմնվել այն սկզբունքով, որ մեր քաղաքացիների, մեր բոլորի անվտանգությունը ապահովի, կարգ ու կանոն հաստատվի, անվտանգությունը ապահովի, այտենց կարճ ասած։ 2018 թվականից ի վեր, այսպես ասած իշխանափոխությունից հետո ոստիկանները ծառայում են մի սկզբունքով, ով դեմ է իշխանություններին, իրանք իրանց հետ կապված խնդիրներ են ստեղծում, ունենք այրված մեքենա բլոգերի, չէ՞, Ալեքսանյան կարծեմ։ Դե ես բլոգերներին հիմնականում չեմ հետևում։ Դե մեքենան այրել են ու մեղավորները չկան։ Դե նայ հիմա նայ լավ, օքեյ, դե հիմա նայ արի այդ ախպերական խնդրում եմ, քեզ արի այդ բլոգերների դաշ չմտնենք, իրանք այդքան շատ փոքր մարդիկ են, որ մենք իրանց ասենք քննադատենք, իրանք ասենք ոչնչություն հազարավորները նայում են։ Դե հիմա 100 հազարավորներ նայում են ինչ որ ասենք չգիտեմ Թուրքիայից բերած իշխանություններին քարոզող հայրենասեր բլոգեր, ասենք այտենց հապավում չի լինում, տրամաբանության մեջ չի բռնում էլի, այդ մարդուն էլ ոնց լուրջ ընկալ ես։ Տեսել ես։ Չավաճանին պաշտպանող հայրենասեր բլոգեր։ Հա, ախպերական անցնենք, չկա, հաշվի չկան իրանք։ Okay։ Իրանք ոչ մի բանի մասին։ Այսօր էլի ուժեղ Հայաստանից
ձերբակալվել է մարդ, դեռ մեղադրանքը չկա, կոնկրետացված չի, ել չեմ ասում, օրինակ երկրորդ համարը Բարգավաճ Հայաստան կուսակցության էլի ինչ որ մեղադրանքը կիսատ պռատ, ուղղակի իզոլացրել են, հա, տարել են կալանքի, հետո ըստ հունիսի 8-ի կհասկանան ինչ անեն, լավ, այս շարունակությունը ես այլևս չեմ կարողանում պատկերացնել, ասենք մինչև հունիսի 7-ը դե մի քանի օր մնացել է այս, մի քանի օրերի ընթացքում անբացատրելի քաոս է ստեղծվելու, ել չեմ ասում ամսի 8-ի մասին, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի ուզում հանձնվի, անգամ եթե ընտրություններում պարտվի։ Մենք ունենք նախադեպը մարտի 1-ի հետ կապված, մենք ունենք նախադեպ, որ ինքը արյան գետեր է սիրում, նախկին ԱԱԾ պետը, որ պատմում էր, ու ունենք դեպքեր, որ Նիկոլ Փաշինյանը այն մարդկանցից չի, որ ուղղակի ասի դե լավ, չընտրվեցինք, եկեք հավաքվենք, գնանք, տեսնենք ինչ ենք անում, մի հատ ուրիշ գործ ճարենք մեզ։ Այսինքն պետք է պատրաստ լինել ամեն ինչի, բայց մենք այդ ամեն ինչը կարող ենք բերել իրատեսականի դաշտ ու Նիկոլ Փաշինյանին հեռացնել, բնականաբար քվյա թերթիկով, քվյա խցիկում։ Դա ամենակարևորն է, որ մեր քաղաքացիները պետք է գիտակցեն ու մասնակցությունը ավելի մեծ լինի։ Հասկանալի պատճառներով, որ ունեն նաև հիասթափություն, ունեն նաև անվստահություն շատերի նկատմամբ նաև իշխանությունների եւ ընդդիմադիրների, բայց պետք է հաշվի առնել, որ սա լինել չլինելու ընտրություններ է, սա հայ մնալու ու կործանվելու ընտրություններ է ու այս ամեն ինչը փոխկապակցված, եթե մենք միացնում ենք իրար, մենք հասկանում ենք, որ կարա սա մեր վերջին ընտրությունները լինի, այսինքն 31 թվականին արդյոք մենք կունենանք հայերեն գրված քվեաթերթիկներ ու քարոզարշավի շրջանակներում հայերեն թույլ կտան խոսել թե ոչ մեկ չի երաշխավորում, որովհետև մտածում ես, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ուղիղ ասենք էլ ինչ ենք մտածում, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ուրեմն Հայաստանը դառնալու է Թուրքիայի վիլայետ։ Իհարկե։ Այդ վիլայեթում էլ լավա որ դառնա Թուրքիայի վիլայետ։ Մեզ կարող են հիմա հակադարձել, Սևան ջան, Արևմտյան Ադրբեջան դառնա։ Արևմտյան Ադրբեջան Ալեն Սիմոնյանը երազում է գնա մասնակցի այնտեղ հունիսին կայանալիքին, այն էլ չեն կանչ այդ խեղճ տղուն, չնայած որ Աղդամ իր հայրենիքն է, բայց ադրբեջանական Աղդամ է, էլի։ Հիմա ունենք այն ինչ ունենք, բայց տեսեք, հիմա մեզ կարող է ասեն դե ծայրահեղական ինչ-որ բաներ եք ասում, դա հնարավոր չի, յուրաքանչյուրին որ հարցնեինք 18 թվականի հեղափոխությունից այսպես կոչված հետո, որ ասում էին Արցախ հանձնելու են Նիկոլը, ասում էին, ինչա խոսում։ Ու Նիկոլը ասում էր, որ Արցախը Հայաստանն է, ու Նիկոլ Փաշինյանը անգամ պնդում էր բեմա հարթակից հրապարակում, ես հիշում եմ, որ այս նախկինները գումար են ծախսում, լրատվականներ են վարձում, որ գրեն Նիկոլն եկել է հողերը հանձնի։ Ակազվեցա Նիկոլը եկավ հողերը հանձնեց։ Հիմա այդ երաշխիքները մեզ ոչ մեկ չի տալի, որ Նիկոլը Սյունիքն է հանձնելու։ Մենք չենք ասում Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ փաթեթավորած հանձնելու է։ Բնականաբար դա իր մոտ ավելի դժվար կստացվի, բայց հնարավոր է, չէ՞, մարզ Տիգրանաշենից Տիգրանաշեն։ Լավ, ասենք ասում ես իր մոտ դժվար կստացվի, մտքի իրանցի բանը չտվես տարածքները։ Դե ասում է իրանցը դեմարկացիա դելիմիտացիայի արդյունքում այդ մյուս տարածքը տալուց կարող է ասի դեմարկացիայի արդյունքում դժվար ասենք Սյունիքի մարզը ամբողջությամբ հանձնելուց հետո ասի Երևանն էլ է։ Իհարկե։ Ну կարա հանգիստ քնի զարթնի, Ալիև այդ խորհրդակցի, ասի ես փաստաթուղթ եմ գտել նախկին սովետական միության ժամանակվա, որտեղ Հայաստանը Ադրբեջանի մաս է, բայց այն ժամանակ ադրբեջանցիները մեզ օրինակ 30 տարով թողել են այստեղ ապրեն։ Չէ, իմ կարծիքով գիտես ոնց կլինի տրամաբանության մեջ, ասի նայ։ Մենք խնդիր ունենք Իրանի հետ։ Մեր պապենական տարածքները Իրանում է։ Պետք է մենք գնանք այնտեղից վեկալենք, էսի մերը չտանք ադրբեջանցիքին։ Դե եթե օրինակ Վարդան Մամիկոնյանի ժամանակ։ Հա, դե մի սխալվել են, պատերազմ են արել, կրել են դե հիմա։ Երբևիցե ես չէի պատկերացնի, օրինակ մի 10 տարի եթե հետ գնանք, ինչ որ մեկին ասենք Արարատը հայկական չի, այդ կողմ մի նայի, ինձ թվում է ողջ առողջ դուրս չէին գա յուրաքանչյուր շրջապատից, որտեղ որ այդ բարձրաձայն ենք, բայց ցավոք սրտի մենք ունենք քարոզարշավ անող վարչապետ, որ մարդկանց ներկայությամբ ու զարմանալի է, որ մեր հայրենակիցների ներկայությամբ ինքը ասում է դե եկեք Արարատին մի նայեք, Արագածին նայեք, ամենակարևորը, որ ասենք Արարատը բիբլիական է։ Բիբլիական, հա, էլի, ասենք մեր քրիստոնեական խորհրդանիշ է, էլի։ Ասենք Աստվածաշնչում Արարատի մասին, բիբլիական Արարատի մասին
ասվում է դու էդի որ քոննա դարեր շարունակ դու հպարտացել ես դրանով հիմա ինչ որ Թուրքիայի սահմանը այդ բաժանման կետում է գտնվում որը Թուրքիայի սահմանն է չէ բայց հետարքի գիտես որ ամբողջ աշխարհը ընդունել է որ Արարատը հայկականն է դաժե եթե անգամ եթե Հայաստանի Հանրապետության տարածքում չի այս պահին ամբողջ աշխարհը անգամ թուրքերը ընդունել են որ բիբլիական Արարատը Նոյը իջել է առաջի անգամ ստեղծվել է ընդհանրապես մարդկությունը ու այդ հայկական Արարատով մենք ունենք Արարատ անվանվում կոնյակ Արարատի պատկերով նկարը չէ ասենք այդ ամեն ինչ ամբողջ աշխարհը որ նայել է տեսել է չէ որ այդ Արարատն է մերն է բոլորը ընդունել են մեկ էլ վդրուկ Նիկոլ Փաշինյանը որոշեց որ պրինցիպի Արարատը պետք չի կարանք Արարագածին նայենք նենց որ այս ընտրությունը ձեր օգտագործելու սարի մասին է չէ խոսքը թե այդ մարզն էլ պետքա վերանվանվի հələ որ սարն է ինչու որտեվ նայ Սարը Թուրքիայի տարածքում է, չէ, բայց Արարատի մարզը դեռ Հայաստանի տարածքում է, բայց 26-ին, եթե չմերժենք 16-ին, կարա ասի Արարատի մարզը ընդհանուր կտրենք տանք, որտեվ այդ մարզը եթե անունը Արարատ է, լեռը մերը չի, այդ անվանումն էլ մերը չի, մարզն էլ մերը չի։ Հետո Արարատ Միրզոյանը բնականաբար կգնա Արարատի մարզը կհանձնի, այնտեղ էլ արագ անվանափոխություն կանեն, ասենք Գյոյչա Միրզոյան հետ կգա պայմանական։ Դե Գյոյչան Սևանի հետ կապված։ Հա, դե Գյոյչա Միրզոյան կգա, որ արդեն Սևանը հանգիստ է։ Չէ, ամեն դեպքում աբսուրդ է։ Ցավալի է, այս իրականությունը, այո։ Մենք չենք կարող պատկերացնել, որ չենք էլ պատկերացրել, որ կգա մի օր, որ սրա մասին խոսանք ընդհանրապես։ Ու այսօր այդ իրավիճակում են գտնվում ու դրանից դուրս գալու ելքը միայն այսօր պետք է գնալ ընտրության ու ձայն տալ ընդդիմադիրներին ու խոսքը են ընդդիմադիրների մասին, ովքեր կհաղթահարեն գոնե անցողիկ շեմը, ովքեր դուք պատկերացնում եք, էլի այնտեղ էլի ընդդիմադիր գործիչներ կան, բայց չեն հավաքի այդ 4%-ը, խնդրում եմ ձայնը տալ նրանց, ովքեր մտածում եք, որ կանցնեն խորհրդարան ու այս իշխանությունները չեն լինի այդ խորհրդարանում։ Եթե այս իշխանությունները մնան, էլ անկախ ընդդիմության աշխատանքներից ամենայն անկեղծությամբ շատ բարդ կլինի այս իրավիճակից դուրս գալը, որովհետև 21 թվականը վառ օրինակն էր նրա, որ 5 տարի այս իշխանությունները օգտագործեցին իրենց բոլոր լծակները, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը փոքրանա։ Հիմա դա փաստ արձանագրված։ Երկրորդ, մեր հայրենակիցներին կեղեքելով, տուգանքի մատերիալ սարքելով, այդ դիմադրողականությունը հաջորդ 5 տարիների ընթացքում էլ չի հերիքի։ Այսինքն էլ տուգանելու բան չի մնացել։ Էլ չեմ ասում, որ ունենք խնդիրներ, չէ, ապրանքաշրջանառության այնքան են հարամ է Ռուսաստանի Դաշնության այդ ամեն ինչ, որ արդեն գինին, ծաղիկը, ծիրանը, բանջարեղենը, միրգը ընդհանրապես չի արտահայտվելու Ռուսաստան հասկանալի պատճառներով։ Հիմա տեսեք, մեզ Եվրոպայում չեն սպասում, մեր ապրանքներին Եվրոպայում չեն սպասում։ Այս Նիկոլ Փաշինյանն էլ համոզում է, որ մենք գնում ենք եվրոպականացում, մեզ թուրքերն ու ադրբեջանցիները մեր աղբերներն են կօգնում։ Պարզա չէ, որ ոչ մի թուրք չի ուզում, որ հայերը լավ ապրեն, էլ ուր մնաց օգնի, որ ասենք սոված չմնան կամ ծարավ չմնան։ Այսինքն մենք ունենք ռազմավարական դաշնակից, որ նաև կենսական նշանակություն ունի ու իրենց հետ հարաբերությունները նենց ենք փչացրել, որ այս մարդիկ ուղիղ ասում են ձեր ջերմուկը մեզ պետք չի։ Արի մենք բանից խոսանք էլի, այդ կաշառքի թեմաները որ բան արեցին, այդ կաշառքի հետ կապված ընտրա կաշառքի մի այլ ձև է, որ խոստացան, հա խմած հարբած վարորդների հետ կապված խմած վարորդներ չէ, հարբած խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկված վարորդների մասին է խոսքը։ Հիմա այդ մարդկանց խոսք տվեց, չէ, որ կանի։ Չգիտեմ կանի թե չի։ Բայց գիտես իրավիճակը հիմա ոնց է։ Օրենքի նախագիծը կառավարությունում որոշում են ընդունել, որ պետքա ուղարկեն ազգային ժողով։ Դե գիտես, ազգային ժողովում պետքա գնա քննարկվի։ Նիստ քննարկվի։ Ազգային ժողովը ընդունի, դրանից հետո օրենքը նախագահը Վահագը, հա, Խաչատուրյան, տապանակարը ինքը պետքա ստորագրելուց հետո հրապարակվելուց հետո 10 օր հետո նոր մտնում է ուժի մեջ։ Իսկ դա մի քանի ամիսների խնդիր է, որովհետև ինչքան տեղյակ եմ, ազգային ժողովում նիստ չկա։ Սա Արցակուրտյան ու Քարոզ Արշավի։ Հա, էլի։ Չեն անելու ժողովուրդ։ Դրա մասին ասում, չէ, խափում են հայրենակիցներ ջան։ Արցախը հասնում էին Հայաստանը եւ վերջ հանձնեցին, հիմա ձեր, ասենք, չգիտեմ, 10000 հոգու մասին է օրինակ։ Ձեր վարորդական վկայականները Նիկոլ Փաշինյանը չի տալու։ Չի տալու նենց ոնց որ։ Ու տեսնում ես ինչ քարոշչություն անում, թողել է, որ
մարդիկ մտածեն, արա ասում ախպեր, որ չէ, Նիկոլը չընտրվի, ուրեմն չեն անի։ Պատկերացնում ես։ Իմ կարծիքով պետք է մեր ընդդիմադիր ուժերին կոչ անենք, որ այդ օրենքի հետ կապված իրանք էլ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Հա, հասկացա, որ շատ կարևոր է դա։ Հա, այս շրջանակներում իրենց մոտեցումը նա։ Ընդդիմադիր ուժերը ոնց են, խնդրում եմ մեր ժողովրդին ներկայացրեք, թե դուք ոնց եք վերաբերվում այդ վերջի խմված այդ վարորդների մասին, այդ վարորդական վկայությունների կորցրած բանը վերականգնելու մասով ոնց եք վերաբերվում օրենքին ու եթե դուք գաք իշխանության, այդ օրենքը ոնց է աշխատելու կամ չի աշխատելու կամ դեմ եք այդ օրենքի նախագծին։ Խնդրում եմ անպայման հայտարարեք դրա մասին։ Ու այդ ընտրակաշառքների շարքից մենք կարող ենք վերցնել դե թոշակները ավելացնելը գիտենք այդ առողջապահական համակարգում փոփոխությունները, որ թոշակառուներ, դեղեր եւ այլն բան ու հետո սենց հարց առաջանում, տես օրինակ ինչ որ բացահայտում մենք գաղտնա լսեցինք, մեկը մյուսին գումար առաջարկե, այս ընդդիմադիր ուժից եւ այլն։ Օրինակ գաղտնալսումները լինում է, ով է իշխանական կողմից ում ինչ առաջարկում։ Պատկերացնում ես այդ գաղտնալսումները եթե լինելու է 100,000-ավոր։ Այսինքն հիմա որ մարզպետը իր աշխատակիցներին բան է խոստանում։ Մենք իմանում ենք դրա մասին, կամ գյուղապետերի մակարդակով չէ, կամ էլ չեմ ասում, նախարարներ, ովքեր որ ամեն մեկը մի մարզ գնալուց տարբեր շքախմբերով գնում են, պարզա չէ որ ամեն մեկին ինչ-որ մի բան խոստացված է։ Եթե մենք խորանանք ու գնանք այդ ամեն ինչի հետևից, մենք հասկանում ենք, որ իշխանություններին գաղտնալսող չկա, ընդդիմադիրների մեջ էլ ասենք 1000-ից մեկը մեկին խոսքի մեջ ինչ-որ մի հատ տար բառ է օգտագործում կամ ինչ-որ թվանշան մի անգամից։ Ռաստրիլյաց։ Всё գնաց։ Խոսում ես անգամ Հա, տենց абսուրդի մեջ է, էլի մարդիկ ազատ խոսա, քանի որ տենց ամեն ինչ գաղտնը լսում են։ Նենց էլ իրան պահում է, բերել են Աստվածաշունչ են նվիրում, ասում է ես այս շրջանակներում չեմ կարող նվեր վերցնեմ, ասենք զարմանալի է, էլի։ Ես անկեղծ չեմ ասում։ Կապիտություն անում։ Ինձ իմ համար օրինակ հետաքրքիր է անկեղծ, ես այսօր ուզում եի հարցնել մասնագետներին, որ ինքը գնում է այդ բակեր, այնտեղ ուտելիք կա, այդ ընտրակաշառքի հետ կապ չունի, ասենք խաշլամա, խաշլամեն, ելակ, չէ, բայց չէ, անկեղծ եմ ասում, ինքը չի տալի, իր բան անում, սեղան է գցում, ժողովուրդը սեղանը գցում են, տալիս են իրան։ Իսկ աղա ինչ որ մեկը ժողովրդին փողը տալիս է, որ այդ սեղանը գցեն, որ իրան գան, իրանց դիմավորեն։ Դե նա էդի չես իմանա։ Բայց ընտրակաշառքա չէ դա արդեն դառնում։ Կամ չգիտեմ էլի, այդ ասենք խաշլամեն կարևոր առողակարգա, ես հասկանում եմ իշխանականների համար, բայց ես պատկերացնում եմ այդ խաշլամենը այդպես փողոցում ուտելը կամ չգիտեմ ինչ որ այլ բաներ փողոցում ուտելը դա սովոր են, դա սովորական չի։ Սովորական չի։ Դա սովորական մարդու, նորմալ մարդու համար սովորական չի։ Նորմալ մարդը ԿՊ-ում ինչ գործում։ Ավելի լավ է գնացեք կայարանի պահածեմ կեքը, դե լավ տենց բրթուշներ են ծաղկում։ Իմ համար օրինակ անհասկանալի է, որ երկրի ղեկավար ասում պիտի գնա քաղաքացիների հետ շփվի ծրագիրը չէ ներկայացնի։ Գնում է քաղաքացիներին ասում է դուք քիչ եք զոհվե, ով որ գալիս է ասում է երեխեքի է զոհվե, ասում է դու 200,000 դրամ վեկալել ես եկել ես սադրում ես, բան, ու ընթացքում այդ իր խաշլամեն է ուտում, պատկերացնում ես ավտոբուսի մեջ ուտում է, հասնում է քարոզարշավի այդ բիսեդկեքում ուտում է, ով տուն է կանչում մտնում ուտում է, տենց ուտելով հետ է գալի, կիսա քնած բան անում, էլի ուտում է, առավոտ հելնում է կոֆեով, սկսում է ուտելը ու էլի ավտոբուս, ասենք, ես մի ամսվա ընթացքում պատկերացնում ես ինչքան է ուտում։ Զարմանալի է էլի։ Հա, դե դիետա կպայի հետո ընտրություններից հետո երևի բանտում արդեն օրինակն եմ ասում էլի, ես օրինակ լավատես եմ, չգիտեմ, կարող է սխալվում եմ, բայց ես լավատես եմ, կարծում եմ, չգիտեմ, բանտում իրան ուտելիք կտան չեն տա, դա էլ արդեն թող որոշեն համապատասխան մարմինները, այնուամենայնիվ հայրենակիցներ ջան, այս թեման ծավալուն թեմա է, ինչքան խոսենք, դեռ տակը մի բան կմնա, բայց կարճ անդրադառնամ երեկվա բանավեճին, որտեղ Ալեն Սիմոնյանը ամբողջությամբ իրան բացահայտեց այդ խայտարակություններ, այդտեղ բանավեճ չկար ու ես ինքս իմ մեջ մտածում եի, պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը 18 թվականից ի վեր ոնց է իջացրել մակարդակը քաղաքական այդ բանի, որ իրար չեն կարում, հա, չեն կամ բանավեճը լավ ինչ որ է, հա, հավաքվել են, որ
մարդիկ իրանց ծրագրերը ներկայացնեն ու ամենակարևորը ստեղ իրանք ընտրողներին չեն կարող նորմալ հարգեն ու բացատրեն խի են հավաքվել այդտեղ, ասենք հարգելու հա, ասենք իրար հարցեր պետքա տան, մեկը ծրագիր ներկայացնի, այն մյուսին բան, չկա այդ հարցու պատասխանը։ Արան դու ես, չգիտեմ, ապեր, բան, այն որ Ալենի ձեռը ճարներ, անվտանգությանը կանչեր, կասեր պահեք մի հատ հերթով թքեն վրները, տենամ հələ ով ոնց կդիմանա։ Ասենք խայտարակությունը Պետրոսն էլ այդ ամեն ինչը sense կլոր դեմքով նայում է զարմացած, որ այս ինչի մեջ ենք էլի ապրում ու այդ հմեկի Հայաստանը մի պահ sense հետ եկավ, այսինքն հմեկով միշտ սաղ լավ է, չէ՞։ Մեկ էլ երեք հոպ մեր հայրենակիցները տեսան, որ այնքան էլ լավ չի, ոնց որ խառը իրար կֆրտում են ընդ տարբեր մարդիկ, բան, ինչ որ մենակ Սփայդերմենն էր պակաս պոպկորնով, բայց մարդեր ուղարկե եկել էր ինչ որ մեկը պոպկորնով հետևում էր։ Այսինքն դուք պատկերացնում եք, այս 30 տարիների մեջ մենք ունեցել ենք տարբեր ղեկավարներ, տարբեր ոնց ասեմ, մոտեցման ու խասյաթի, այսպես կոչված, չի եղե բանավեճ, որտեղ որ պոպկորնով մարդ լինի։ Դուք պատկերացնում եք այն ժամանակներում, ասենք Վազգեն Սարգսյանի ժամանակներում Լևոն Տեր-Պետրոսյանի, որ ասենք, հա, էլի անլրջած, այնքան անլրջացված, որ հայոյանքը արդեն նորմալ են սարքե, պոպկորնով ինչ որ քարոզարշավին հետևողներ կան եւ այլն։ Ու սա ցավալի է, որովհետեւ սա մենակ մենք ու մեր հայրենակիցները չեն տեսնում։ Սա ամբողջ աշխարհն է տեսնում, ովքեր որ տպավորությունն է, որ իրանք կարծիք են կազմում մեր մասին, ըստ եւ այդ բանավեճի եւ այդ իրադարձությունների, որը կատարվում է, դուք պատկերացնում եք դրսում, ել չեմ ասում մեր սփյուռքա հայ հարազատները, ովքեր որ ասենք նայում են, ասում են, այս մեր հայրենիքում էս ի՞նչ է կատարվում, լավ, այս ոնց մենք հասանք այս իրավիճակին։ Նենց որ խնդրում եմ ձեզ հայրենակիցներ ջան, հետևություն արեք յուրաքանչյուր եւ բանավեճից եւ այն հայաթում կատարվող բանավեճերը, որ լինում է։ Մենք մեր հայրենակիցներից բոլորին սիրում ենք, անկավ այն մարդիկ, ովքեր որ մոլորված են ու հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերելու, խնդրում եմ ձեզ եկեք իրատեսականի դաշտ, նախորդ 8 տարիները վերցրեք օրինակ ու տեսեք, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բերող չի։ Այդ մարդը ձեզ ուղակի խաբում է, որ մնա իշխանավարի խայտարակի մեր ռեսպուբլիկան այսպես կոչված։ Նենց որ եկեք համախմբվենք էլի վերջի վերջո եկեք պետք չի ազատագրական պայքար զենքերով պետք է ուղղակի մեր զենքը դարձնենք մեր քվեաթերթիկը մեր քվեն յուրաքանչյուրս մեկ զենք ունենք եկեք այդ զենքը մի օր հունիսի 7-ին օգտագործենք մի կրակոցով ուղղակի չընտրենք Նիկոլ Փաշինյանին որպեսզի մեր Հայաստանի Հանրապետությունը եւ արժանապատվություն ունենա եւ խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն ունենա եւ մենք վաղվա մեր սերունդներին ոչ թե արդարանանք, այլ ցույց տանք եւ ապացուցենք, որ այն ինչը մենք կարողացել ենք, կարող են նաեւ իրենք, որովհետեւ այս առողջ սերնդափոխությունը ու մեր Հայաստանի Հանրապետությունը մեր համար ամենակարևորն է, որովհետեւ հայրենիքից են կողմ ոչ պարգևավճարն է ինչ որ մի բանի պիտանելիություն ունենալու, ոչ էլ էս մի երկու կտոր ասենք ավել, չգիտեմ, ոսկրախառը միսը։ Եկեք համախմբվենք, հայրենակիցներ ջան, գնանք ընտրատեղամաս, տեր կանգնենք մեր քվեին ու մեր հայրենիքին։ Գնանք, որ սրանք գնան։ Միանում եմ վայի բոլոր ասածներին, սիրելի հայրենակիցներ, ամփոփելով մեր այսօրվա թողարկումը, մեկ անգամ եւս կոչ անենք մեր հայրենակիցներին անպայման հունիսի 7-ին գնան ընտրատեղամաս ու ընտրեն ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, գնացեք ընտրատեղամաս, որ սրանք գնան խոսքը այս իշխանությունների Նիկոլի եւ այսպես ասած այդ փոքր քպականների մասին է, որ այս անլուրջ երկրի ղեկավարները չեն կարող լինել անլուրջ վոտը բերանին միացնող ինչ որ խալխի վոտը sense կներեք այդ բառի համար ուրիշի վոտքը sense բերանին դնելով երկի քաղաքապետը կամ չգիտեմ տրանսգենդերները հելնեն հայտարարեն մենք շնորհակալություն ենք հայտնում իշխանություններից, մեր կողքը լինելու, մենք էլ իրենց սատարում ենք, այո, տենց պետք է այդ LGBT համայնքով, դավաճաններով բանով քշել սրանց Հայաստանից, թող գնան, չգիտեմ, ինչ որ միտեղ այդ խմբակով ապրեն, արարեն, ինչ որ հեղափոխություններ անեն։ Ադրբեջանում տարածքներ կա բավականին, կտրամադրի ինձ թվում Ալիևը։ Այսօր այսքանն էր հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք մյուս թողարկմանը։